Կան ազգեր, որոնք տառապում են ցինիզմով։ Կան ազգեր, որոնք խեղդվում են նացիոնալիզմի մեջ։ Կան ազգեր, որոնք կուրացած են սոցիալիզմի պատրանքով։ Եվ կան ազգեր, որոնց տապալում է լուցիֆերիզմը, հպարտության ու ինքնաստվածացման կործանարար վարկենական մոլորությունը։ Իսկ ինչպիսի հիվանդությամբ ենք տառապում մենք հայերս։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ինձանից պահանջվեց 16 տարի։ Պատկերացնում եք, 16 տարի ես փնտրել եմ այս հարցի պատասխանը։ Մենք հայերս տառապում ենք էգոցենտրիզմ հիվանդությամբ։ Ինչ է էգոցենտրիզմը։ Պարճ, կարճ, կոնկրետ։ Էգոցենտրիզմ հիվանդությունը դա այն հիվանդությունն է, որտեղ մարդը տառապում է միայն իր եսի համար։ Ամեն ինչ պտտվում է իմ շուրջ։ Ես ամեն ինչ անում եմ միայն ինձ համար։ Իմ բակը, իմ տունը, իմ գրպանը։ Եթե իմ դարպասից այս կողմ մաքուր է, ամեն ինչ հրաշալի է։ Եթե իմ դարպասից այն կողմ կեղտոտ է, դա ինձ չի վերաբերում։ Եվ քանի որ մենք ազգովի տառապում ենք այս հիվանդությամբ էգոցենտրիզմ, դրա համար մեր մեջից եւ մեր կողմից ընտրված իշխանավորներն են, որ գալիս են իշխանության գլուխ կառավարելու ժողովրդին, բնականաբար իրենք էլ են տառապում էգոցենտրիզմ հիվանդությամբ եւ մտածում են միայն իրենց ծակ գրպանի մասին։ Սկզբից լցնում են իրենց գրպանը, հետո տեսնում են, վայ, գրպանը ինչ փոքր է, հələ սպասի տոպրակներ բերենք։ Տոպրակները բերում են, տեսնում են, տոպրակներն էլ են փոքր, պատվիրում են պարկեր։ Պարկերը լցնում են, տեսնում են, վաու, պարկերն էլ են փոքր։ Լավ, ինչ անենք։ Ինչ անեմ, ինձ համար, ինչ անեմ, էլ ինձ ոնց թալանեմ։ Հետո պատվիրում են բեռնատարներ։ Գալիս են բեռնատարները եւ թալանում են, տանում են եւ այսպես շարունակ։ Կարևորը իրենց համար լավ լինի։ Այո, էգոցենտրիզմ հիվանդությունը եսի հիվանդությունն է։ Ամեն ինչ պտտվում է իմ շուրջը։ Եվ հիմա կհարցնեք, վստահ եմ, իսկ որն է այս հիվանդության բուժումը կա, արդյոք թե չկա։ Այո, կա։ Կա։ Հիվանդության բուժումը կա եւ շատ պարզ է։ Հիմա ասեմ։ Էգոցենտրիզմից պետք է անցում կատարենք էթնոցենտրիզմի, որպեսզի բուժվենք։ Եվ ինչ է դա։ Ոնց է լինում այդ։ Դա շատ պարզ մի բան է։ Եսից անցում են կատարում մենքին։ Ոչ թե իմ գրպանը, իմ բակը, այլ մեր գրպանները, մեր բակը։ Շատ պարզ է։ Եթե ուզում եք իմանալ հետաքրքիր հարցերի պատասխանները, գրանցվեք այս ալիքին, որովհետև այստեղ ամեն ինչ հարցեր տալու եւ պատասխանները փնտրելու մասին է եւ իհարկե հետաքրքիր պատմությունների պատմելու եւ լսելու մասին է եւ մի բան էլ ասեմ, որ մենք չենք պարտվում թշնամուն, մեր թշնամին դրսում չէ, մեր թշնամին մեր մեջ է։ Եթե մենք տառապում ենք էգոցենտրիզմ հիվանդությամբ, թշնամին դրսում չէ։ Թշնամին դու ես, դու քո թշնամին ես։ Մենք չենք պարտվում, որովհետև մեզ չեն սիրում կամ մեզ չեն գնահատում, այլ որովհետև ամեն մեկը մտածում է իր կաշին փրկելու մասին, եսի մասին։ Սա է խնդիրը։ Եվ որպեսզի մենք սա բուժենք, մենք պետք է անցում կատարենք մենքի։
Հաջորդ տեսանյութում բնականաբար ավելի մանրամասն կխոսենք էգոցենտրիզմի եւ էթնոցենտրիզմի մասին, որպեսզի ավելի լավ հասկանանք։ Այնպես որ գրանցվեք, որպեսզի այս ալիքին, որպեսզի այդ անցումը եսից դեպի menքը անենք մենք իրար հետ միասին, որպեսզի այն ավելի հեշտ լինի ու հավես լինի։ Շնորհակալություն, մնացեք առողջ։